Ընտրություններին շատ քիչ ժամանակ է մնացել, 100 օր մոտավորապես, եւ հանրապետական կուսակցությունը դեռ որոշում չի կայացրել մասնակցելու է ընտրություններին, թե չէ, համենայն դեպս պաշտոնապես չեք էլ հայտարարել այդ մասին։ Սա չի նշանակում, որ հանրապետականը մի տեսակ փակուղում է հայտնվել, որովհետեւ եթե չգնաք ընտրության, կնշանակի քաղաքական ինքնաոչնչացման, ինքնասպանության գնալ։ Գնաք ընտրության, երևի սպասելիքները մի քիչ այն չեն։ Ինչի չեք հայտարարում, կամ էս կողմ, կամ այն կողմ։ Հետաքրքրական է, թե ինչպես կարողացաք մի հարցի մեջ բոլոր պնդումները սխալ անել։ Նախ ոչ թե պաշտոնապես չի հայտարարել, այլ դեռ չի որոշել։ Մենք գործադիր մարմնի նիստ ենք ունեցել, որի ժամանակ բավական երկար քննարկում ունեցանք, ու ես կհասկանամ, կբացատրեմ, թե ինչն էր երկար քննարկման իմաստը, եւ այդ քննարկումները դեռ շարունակվում են ամենատարբեր մակարդակով եւ վերջնական քննարկումը տեղի ունենալու իհարկե գործադիր մարմնում։ Ինչի էին սխալ պնդումները, որովհետեւ նախ հանրապետականի վախճանի մասին խոսելը էս երևի մի 8 տարի է դրա մասին են խոսում, ու կարծում եմ մի 80 տարի էլ դեռ կխոսեն։ Հայաստանի հանրապետական կուսակցությունը Հայաստանում առաջին գրանցված քաղաքական ուժն է, քաղաքական կուսակցությունն է։ Մեր անցած ուղին հուշում է, որ մեր վախճանը ցանկացողները ահագին դեռ երկար ժամանակ, ես ցես նրանց թվին չեմ դասում, բայց դեռ երկար ժամանակ իշտարներին կացախ կլինի։ Ինչ վերաբերում է ինչն ենք քննարկում։ Տեսեք, մեր համար այս ընտրությունները, ինչպես եւ նախորդ բոլոր գործընթացները, ունեն մեկ նպատակ՝ իշխանափոխություն։ Այսինքն, երբ որ մենք գործադիրում հավաքվում ենք ու քննարկում ենք այս հարցը, մենք չենք քննարկում մեկը ասի, գիտես, ինձ թվում է 14 մանդատ կունենանք, մյուսը ասի, չէ, գիտես, եթե այսպես անենք 10 մանդատ կունենանք, մյուսը ասի, չէ, 20, նման քննարկում չկա։ Կա քննարկում հնարավոր է արդյոք կամ ինչպես է հնարավոր հեռացնել Նիկոլ Փաշինյանին, որ ուղին դրա համար կամ հանրապետականի որ գործողությունը դրան ամենաշատը կնպաստի։ Մենք հաջողություն ենք մաղթում բոլոր մեր այն իրական ընդդիմադիր գործընկերներին, որոնք արդեն հայտարարել են ընտրությունների մասնակցության մասին, հարգում ենք իրենց որոշումը, բայց կարծում ենք, որ քանի որ մեր նպատակը իշխանափոխությունն է, մենք պետք է գտնենք այն ուղին եւ այն լուծումը, այն ծրագիրը, որը ամենաշատը կնպաստի դրան։